Քրիստոնեությունն ու յոգան հակասում են իրար, արդյոք քրիստոնյան կարող է զբաղվել յոգայով, քանի որ նման պնդում շատ կա, որ Սուրբ Գիրքը արգելում է յոգայով զբաղվել։ Ես Սուրբ գրքում տես բան չեմ տեսել, լավ ուսումնասիրել եմ, դա գլուխներում է։ Հիմա ոնց որ ասենք, եթե մենք հայերեն խոսում ենք, կարանք անգլերեն խոսանք, թե չէ, հակասում է իրան, կամ իտալերեն իմանանք, կամ չինարեն։ Մենք ինչքան շատ լեզու գիտենք, անքեն էրուդիտ ու գրագետ մարդիկ։ Պետք է հայերեն էլ իմանանք, պարտադիր, բայց ինչքան ուրիշ լեզու էլ գիտենք, դրա մեզ լրացնում է ու ամբողջական ավելի ստեղծում, ավելի մեր կոմունիկացիան ուրիշ ազգերի հետ մոտիկացնում է, ում ավելի լավ տանում է մեր ազգին ճանաչել։ Հիմա ստեղ էլ այդ հակադրությունը եթե տալիս է, լեզվի նույն մտբանն է։ Եթե որտեղ կար 90-ականներին ծայրահեղ մոտեցում կար, ասենք առաստեղ շատ ռուսերեն էին խոսում, ոչ մի լեզվով չխոսել, ոչ մի լեզվով մենակ հայերեն, դա շատ ոնց որ ասած փակ ուղի բերող բան է։ Այսինքն պետք է իմանանք, որ մարդը շատ լեզու ունի, բայց իր մայրենին ամենակարևորն է, դա պետք է ասենք։ Ստեղ էլ մենք պետք է ընդունենք, որ յոգան էդի իրանց գլուխներում է հակասությունը, ճիշտ ընկալումներ չունեն, աղավատ են աշխարհը ընկալում, դրա համար հակադրում են, ասենք, կրոնը յոգան ինչ որ փիլիսոփայության հետ, որտեղ յոգան դա ապրելակերպ է, դա աշխարհայացք է, ոչ թե կրոն է, դա պաշտամունք չի, կրոնը պաշտամունք է, ու հակադրեն, ոնց որ մենք ասենք քրիստոնյա ենք եւ դե առաջ դա էր, գիտությամբ չենք կարող զբաղվել, օրինակ առաջ ովքեր գիտություն են զբաղվում, քրիստոնյաները միջին դարերում վառում էին, ասում են հերետիկոս է, չի կարել, որտեղ հակադրություն էին տեսնում, ասենք եթե մարդը ինչ-որ քիմիայով էր զբաղվում, կարող էին վառեին հակադրություն, բայց դա իրանց գլուխներում էր, քիմիան չի հակադրվում քրիստոնեության հետ, կամ էլ ասենք մաթեմատիկան կամ ֆիզիկան կամ ցանկացած գիտություն, դա իրանց գլուխներում է խնդիրը։ Դենց էլ այն մարդիկ, որոնք դա հակադրություն են բարձրացնում, իրանք մեծ խնդիր ունեն մտածելակերպի մեջ, ոնց որ լոգիկա առաջվա բոլոր դպրոցներում, նույնիսկ հոգևոր դպրոցներում լոգիկայի զարգացում կար։ Ասենք Պլատոնի դպրոցում, Պյութագորիսի դպրոցում եւ այլն բոլոր դպրոցում հատուկ լոգիկայի դասեր ունեն, որ լոգիկան զարգացնեն։ Չգիտեմ հիմա մեր մոտ տեր հայրերը ինչքան են լոգիկան զարգացնում, բայց պետք է որ դա զարգացնեն, լոգիկա մտածելակերպն է ու աշխարհայացքը, որ իրանք ավելի լայն տանեն։ Իրանք հակադրություն տեսնում են այնտեղ, որտեղ չկա հակադրություն, որտեղ եթե մենք ֆիզիկան հակադրենք քիմիային, իհարկե դա եղել է, օրինակ Նոբելյան մրցանակներ կան, չէ՞, օրինակ մաթեմատիկային չկա Նոբելյան մրցանակ, որտեղ Նոբելը հակադրվել է մաթեմատիկների դեմ, ինքը ֆիզիկայել հակադրվել է մաթեմատիկների դեմ, որտեղ եկածել է գիտություն չի։ Հիմա այդտեղ այդ հարցին չունենք, այդ իր խնդիրն է տեղել, ոչ թե ընդհանուր մեր տեզերական կառուցվածքը մաթեմատիկան ընդհանուր տեզերական օրենքները ներկայացնող թվեր են կամ բանաձևեր են, որոնք տենց խոսքն ոնց որ մեր բառերը ներկայացնում են մեր փոխհարաբերությունները, մեր մտքերը, այդտենց մաթեմատիկան ներկայացնում է տեզերական օրենքները տարբեր ու հակադրվել դրան, դա ուրեմն իր ուղեղում խնդիր կա, մեծ խնդիր կա, այդտեղ էլ տենց է խնդիր ունեն իրանք դրան հասկանում, բայց իրանք բացարձակ հակադրություն չկա, ընդհանրապես իրար կարան լրացնեն, ոնց որ հիմա դուք եթե ինչ որ լեզու գիտեք, կարա լրացնել ձեր հայերենը, որտեղ դուք այն լեզվով էլ ինչ որ բաներ բանեկանում, ավելի լրացվում է ձեր լեզուն, ավելի հարուստ է դառնում դրանով, ոչ թե դուք դավաճանում եք հայերենը, եթե գիտեք անգլերեն, դες ոնց կարա լինի։ Դե շատ նեղ ֆանատիկ մտածելակերպ է, որը ցավոք սրտի մեր դարին չէ, միջին դարերում էին տենց մտածում ու տանում կրակի կամ չգիտեմ սպանում էին էլի։ Դուք հաճախ նշում եք, որ փոփոխությունը ներսից պետք է սկսվի, սակայն ինչպես հասկանում ենք մեր թեմաներից, դա այդքան էլ հեշտ չէ։ Ինչպես հասնել այդ փոփոխությանը։ Դե մարդը պետք է ինչ-որ եթե ինչ-որ բան պետք է փոփոխվի իր մեջ կյանքում, արտաքին հանգամանքներ են լիքը փոխվում, բայց ինքը չի կարող դա այդ արտաքին հանգամանքները ընկալ, ինքը ուղղակի սկսում է այդ արտաքին հանգամանքների դեմ դիմադրել, բայց ինքը ինչ են դրանք դրան ստեղծում, որ մեր մեջ մենք կարողանանք փոփոխել, որտեղ այս աշխարհը մի քիչ նուրբ կառուցվածք ունի,
մենք աշխարհ կառուցած մենակ նյութական աշխարհով տեսնենք ամբողջական չի դրա համար իմաստունները տեսնում են որ այս ոնց որ արտաքին տեզեր կան անսահման կա հենց այն մեր գիտակցության մեջ անսահման տեզեր կա գիտակցության տեզեր մեր ներքին աշխարհ կա ու այս ասենք քվանտային ֆիզիկան ասում է որ դիտորդից է կախված փորձը ինչ կլինի դիտորդին է ու նյութական աշխարհի փորձը ասում եմ որ դիտորդը ոնց դնենք դիտորդ դնենք sense էֆեկտը առանց դիտորդի հետ բացի այդ որ էլեկտրոն ու ալիքա էլեկտրոնական ալիք ու տարբեր փորձեր կան դիտորդից ինքը փորձի որակը փոխվում է տենց էլ մեր ներքին աշխարհի որակից արտաքին աշխարհի ընկալումը ուրիշ է դրա համար ամեն մեկը կարող է մենք երկուսից իրար կողքենք իմ ամեն ինչին նույն ձև ենք թվում նայում բայց չէ մենք ընկալում ենք ամեն մեկս ուրիշ ձև ինչքան մեր ներքին աշխարհը դրա համար մեր ներքին աշխարհի արտացոլումն ասվում է արտաքին աշխարհը այդ իմաստով որտեղ մեր ընկալումը ընդամենը մեզ թվում է մեր զգայարանները բան որ ինֆորմացիան հավաքում են մեկը մեր ուղեղը սկսում է վերլուծել այդ ամեն ինչը ու ինքը ինչքան ներքին փորձ ունի համապատասխան ինքը իրան էսա բերում որ ասենք սա կանաչ է սա կապույտ է սա կարմիր է կամ եւ այլն ահա իր մոտ եթե այդ փորձը չկա ինքը չի ցույց տալիս ինքը չի հասկանում դա չի տեսնում ասենք ինքը տես փորձեր կան որ փորձեր չեն նույնիսկ բաներ որ մարդիկայությունը այդ մակարդակի չասի ինքը երևույթը չի տեսնում առաջի անգամ որ մեծ նավերը ամերիկա գնացին իրանք չեն տեսել մեծ նավ ոնց կա ասկը տեսել բայց ուղղակի չի հասկացել տենց էլ շատ մարդիկ ասենք այլ մոլորակայիններ բառը ասենք հիմա կասեն դա գժեր են մենակ գժերն են տեսնում շոր գալիս են նո ինչ որ իրանց այդ թրջող ափսեներ բառը կա բայց բոլորը չեն տեսնում որտեղ մեր ուղեղը դա չի ընդունում եւ այլն կամ ասենք ինչ որ սրբեր տեսնում են ինչ-որ էակների, շատ մարդիկ չեն տեսնում, գալյուցինացիային ասում, բայց այստեղ հասկանանք, որ ներքին աշխարհի արտացոլումն արտաքինը, մեր ներքինում այդ փորձը չկա, դրա համար մեր ուղեղը չի բերում այդ արդյունքը, այդ փորձը, ոնց որ հիմա արհեստական բանականություն է, ինքը նոր ինֆորմացիա չի կարա, ինքը կհորինի, բայց իսկությունը չի կարա, ինքը մենակ իր մեջ ինչ կա, դա է հորինում, տենց է մեր ուղեղն է, ինչ կա այդ մեր մեջ ինչ կա, դա ենք տեսնում, նոր բանը չեն կարող, դրա համար նոր բան ընկալելը շատ ամենադժվարն է, դրա համար առաջ գնացող մարդիկ եթե ինչ-որ նոր բան են անում, հիմնական մասն ամենտեղ գիտությունը, ինչ մակարդակում են չեն կարող ընտրել առաջադեմ օրինակ Էյնշտեյնի հարաբերական տեսությունը դա ես մի 100 տարվա առաջվա բան եմ ասում բայց մեծ մասը գիտնականների չէին ընդունում ու հակադրում են հետո կամաց ընդունեցին բայց երբ որ նից բորը քվանտային ֆիզիկայի մասին ասում Էյնշտեյնը չէր ընդունում ու մեծ մասը դա չի որ ինքը մի բան արեց առաջատարա բայց ավելի առաջատարել կա որը չեն կարող ընդունել ու դա մի շատ ժամանակ անցնում որ սկսում են ընդունել ասենք Ժուլի Վերնի ասենք ֆանտազիայի բաները որ հեսա թրջող ինչ որ ինքնաթիռներ լինելու կամ Սուզանավեր բոլորը խնդում էին ասում են գիժեից ինչեր է ասում բայց դա իրականություն է դարձավ չէ չանցավ ինչ որ ժամանակ կամ էլ այն ինչ որ ժամանակ ասում են որ չգիտեմ հերախոսը նույնն է որ մարդիկ իրար նայելու են հերվից իրար հետ խոսան ու զգան նու ֆանտազիա բայց դա իրականություն դարձավ երբ որ մարդը չէր ընդունում դա չկա հիմա տենց է շատ երևույթներ մենք չենք կարող ընդունել մեր գիտակցության մեջ չկա արտաքինի մասին չի մեր աչքը շատ բան է տեսնում բայց մեր ուղեղը դա չի վերլուծում ինքը ավելորդ է համարում այդ դրա համար գիտակցության լայնացում իմաստունը որ ինքը կարող է այդ երևույթները բաց ընդունի կարող չի ուղեղում քումը չկա թե չկա դու այդ ոնց որ այդ ծրագրերից դուրս ես գալիս ընդունում ես իմաստունը նաև տարբերում է սովորական մարդու որ ինքը երևույթները կարող է ընդունի նույնիսկ չլնելով իր մեջ ինֆորմացիան բաց ինքը